Չնայած վերջին տարիների տնտեսական աճին, ստվերը դեռևս շարունակում է խաթարել մեր երկրի մրցունակությունն ու արտադրողականությունը, ազդելով հարկային եկամուտների հավաքագրման վրա, սահմանափակելով աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը և խոչընդոտելով բիզնեսի զարգացմանը։ Այս խնդիրների արմատական լուծման նպատակով Հայաստանի գործատուների հանրապետական միությունը աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ համախմբել է պետական մասնավոր կառույցների և միջազգային գործընկերներին գտնելու տնտեսության ֆորմալացմանն ու բիզնես միջավայրի բարելավմանը միտված լուծումներ։ Տնտեսության ֆորմալացումը միակողմանի գործընթաց չէ և չի կարող լինել արդյունավետ, եթե դիտարկվի միայն վարչարարական տեսանկյունից։ Սա պետության և մասնավոր հատվածի միջև նոր որակի վստահության հաստատումն է, որտեղ կողմերը գիտակցում են իրենց պատասխանատվությունը։ Երբ մենք խոսում ենք ստվերից դուրս գալու մասին, մենք առաջին հերթին խոսում ենք մեր երկրի տնտեսական անվտանգության և ներառական աճի մասին։ Սակայն որպեսզի գործարարը ցանկանա և ձգտի գործել սպիտակ դաշտում, պետությունը պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որտեղ օրինական աշխատելը ոչ թե հերոսություն է, այլ պարզապես շահավետ ու տնտեսապես հիմնավորված որոշում։ Հակառակ դեպքում տնտեսվարողները կխուսափեն խոշորացումից, քանի որ դա մեծացնում է հարկային բեռը։ Արդյունքում անհավասար պայմաններ են ստեղծվում օրինական դաշտում աշխատողների համար, նշում է Համբարձումյանն ու հավելում, պետք է վերանայել նաև նպաստների համակարգը։ Մարդը պետք է ձգտի ֆորմալ աշխատանքի, տեսնելով դրա սոցիալական ու առողջապահական առավելությունները, ոչ թե վախենա նպաստը կորցնելուց։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունից էլ ընդգծում են, աշխարհում աշխատուժի ավելի քան 60%-ը գործում է ոչ ֆորմալ դաշտում։ Վերջին մեկ տարում Գործատուների միությունը մեծ աշխատանք է կատարել, ինչի շնորհիվ դարձել է Գործատուների միջազգային կազմակերպության անդամ։ Այս միջոցառումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն արդյունավետ օղակ է պետության և բիզնեսի միջև քաղաքականություն մշակողներին ներկայացնելով բիզնեսի իրական խնդիրները և նպաստելով փոխշահավետ լուծումների ձևավորմանը։ Էկոնոմիկայի նախարարությունից ընդգծում են, տնտեսության ֆորմալացումը կնպաստի կանխատեսելի և թափանցիկ գործարար միջավայրի ձևավորմանն ու ներդրումների խթանմանը։ Այս ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունքները ներկայացվում են գնահատման ցուցանիշներով։ Համաշխարհային բանկի 2025 վարկանիշային զեկույցի համաձայն Հայաստանը գրանցել է միջինից բարձր արդյունքներ, ընդգրկելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առավել կայուն գործարար միջավայր ունեցող երկրների խմբում։ Զեկույցի համաձայն Հայաստանն ընդհանուր առմամբ ստացել է 66.7 միավոր, ինչը 6.6 միավորով գերազանցում է գնահատված 101 երկրների միջինացված ցուցանիշը։ Իսկ պետական եկամուտների կոմիտեից թվարկում են վերջին տարիներին աշխատուժի ֆորմալացման ուղղությամբ իրականացված ծրագրերն ու ներկայացնում իրենց ուսումնասիրությունների արդյունքները։ Դեռևս 2021-22 թվականներին պետական եկամուտների կոմիտեն ֆրանսիական զարգացման գործակալության հետ համատեղ նախաձեռնել էր ոչ ֆորմալ տնտեսության գնահատում, համաձայն որի Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցողների թվաքանակն ըստ աշխատուժի հետազոտությունների 2020 թվականին կազմել է 33.2%, իսկ առանց գյուղատնտեսական ոլորտի 15.2%։ Համաժողովի երկրորդ հատվածում պանելային քննարկումներ են նվիրված ստվերից դուրս գալը խթանող հարկային քաղաքականությանը, վարչարարության նոր մոտեցումներին և զբաղվածության ֆորմալացմանը։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։